Երբ հարցնում ես իշխանություններին, ասում ես լավ, գյուղերը չեն ապրում, մարդիկ ոնց որ չկա բնական տնտեսություն չկա, այդ մարդիկ տունը գումար չեն տալու, լուծում առաջարկում ենք մեր լուծումները, գիտեք ինչ են պատասխանում, ոչ մի բան, պատասխանում են Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ասում ես Հայկու Ծավալյան, հասկացանք Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, հիմա դուք եք, համարյա ամեն մեկի չափ դուք եք կառավարում, այս գյուղերում ապրուստ չկա, ինչ եք անում դրա համար, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, քաղաքներում գործ չկա, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, նախկինները, դու նույն չափ կառավարել ես, ինչ որ իրանք են կառավարել, դու ես հիմա կառավարում, լավ, քայլ կա անելու, թե երկու անուն ես ամբողջ կյանքդ տալիս, ինչքան ինձ հիշում եմ, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, հասկացանք, առաջարկներ արեք, մարդկանց կյանքը, սիրուն ասֆալտով էլ մտանք այդ գյուղ, լավ ասֆալտ էր, մտանք գյուղ, մարդիկ ոչ մի բան չէին անում, 8 տարի էլ կառավարում այս իշխանությունը, արդեն համերը, հետ գալուց էլ, չնայած մարդիկ են շատ են եկել ու մեզ աջակցողներ ուրախացել էինք, որ դրական էմոցիա ենք ստանում, բայց հիշում եմ հետ գալուց ավտոբուսի մեջ sense լռություն էր ու մարդիկ մռայլություն էր շատ մեր բանը, որ այն ինչ տեսանք մի քիչ հուսահատություն էր մտցրել մեր մեջ, ավելի լավ էինք պատկերացնում։ Ու ավտոբուսի մեջ մեկը կարդաց, որ եւս մի հոգեվորական է իշխանությունը ձերբակալել։ Երկու տարբեր պիեսներ են, երկու տարբեր իրականություն։